Եթե երեխան դասարանում չի կենտրոնանում, արդյոք դա նշանակում է, որ երեխան ADHD ունի, ոչ։ Մինչև ADHD ախտորոշումը, ուրեմն պիտի 3 քայլեր ձեռնարկել։ Առաջին քայլը դա է, որ պիտի բացառել բժշկական դժվարությունները, rule out any medical condition, այսինքն պիտի չեք անենք, տեսնենք երեխայի աչքերը տեսնում է, ականջները լսում է, արյան-քնություն հանձնենք, եւ երբ իր նախնական բժիշկը ասի ֆիզիկապես ոչ մի խնդիր չունի, հետո անցնում ենք երկրորդ քայլը։ Օրինակ ձեզ ասեմ առաջին քայլի համար, ուրեմն երեխան ուսուցչուհին դասարանում կարծել է, որ երեխան ADHD ունի, քանի որ դասը չի լսում, անընդհատ տեղից բարձրանում է, դասարանում շրջում է եւ չի կենտրոնանում դասի վրա։ Հետո իմացել են երեխայի աչքերը լավ չի տեսնում, երբ գրատախտակը չի տեսնում, ձանձրանում է, ջղայնանում է, դրա համար ակնոցը դնելուց հետո, քանի շաբաթ հետո երեխան նորմալ նստել է դասարանում ու դասը լսել է։ Երկրորդ քայլը ինչ է, հետո պիտի իմանալ, որ երեխան սովորելու դժվարություն չունի, learning disability չունի, այսինքն դասը հասկանում է։ Երբ երկրորդ քայլն անցանք եւ իմացանք, որ երեխայի խնդիրը learning disability չի, հետո նոր մասնագետի միջոցով կարելի է որոշել երեխան ADHD ունի թե ոչ։ Ուրեմն զգույշ լինենք նախքան ADHD ախտորոշումը, այս քայլերը, այս process-ը անցածենք։ Thank you.